Միկրո և նանոպլաստիկի ազդեցությունը կլիմայի վրա այժմ ակտիվ հետազոտության ոլորտ է, բայց մի փաստ մենք արդեն հաստատ գիտենք. միկրո և նանոպլաստիկն իսկապես ազդում է ջրի շրջապտույտի վրա, իսկ ինչով է դա դրսևորվում, օդում ջրային գոլորշին ինքնին անձրևի կաթիլների չի վերածվում, դրա համար անհրաժեշտ են մասնիկներ, որոնց շուրջը այն կխտանա, այսպես կոչված կոնդենսացիայի միջուկներ, բնության մեջ այդ դերը սովորաբար կատարում են փոշու, ծովային աղի, մրի կամ այլ աերոզոլների մասնիկները, ինչպես արդեն ասաց Աննան, այժմ օդում պարունակվում է նանոպլաստիկի հսկայական քանակություն, իսկ Nature ամսագրում հրապարակված հետազոտությունները ցույց են տվել, որ մթնոլորտում այդ պլաստիկի մասնիկները գործում են որպես ջրային գոլորշու խտացման միջուկներ, երբ օդում այդպիսի միջուկներն ավելի շատ են լինում, ջրի միևնույն ծավալը բաշխվում է ավելի մեծ քանակությամբ կաթիլների միջև, դրա պատճառով սկզբում կաթիլներն ավելի մանր են ստացվում և նրանց ավելի շատ ժամանակ է հարկավոր անձրևի տեսքով թափվելու համար անհրաժեշտ չափի հասնելու համար, բայց ի վերջո երբ անձրևն այնուամենայնիվ սկսվում է, այն շատ ավելի էքստրեմալ է դառնում, պարզապես այն պատճառով, որ ամպում ընդհանուր առմամբ ավելի շատ ջուր է կուտակվել, այսպիսով, եթե նանոպլաստիկի խտությունը բավականաչափ բարձր է, ապա այն սկզբում հրահրում է երաշտի ձգձգված շրջաններ, որին հաջորդում են հզոր տեղատարափ անձրևներ, որոնք ունակ են հեղեղումներ առաջացնելու։ Նույն ձևով նանոպլաստիկն ազդում է նաև կաթիլների սառեցման գործընթացի վրա, սովորական պայմաններում մաքուր ջրի կաթիլները սառչում են մոտ Ցելսիուսի -38 աստիճան ջերմաստիճանում, սակայն Փենսիլվանիայի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նանոպլաստիկով աղտոտվածության դեպքում կաթիլները սառչում են արդեն Ցելսիուսի -18-ից -24 աստիճան ջերմաստիճանում, և քանի որ անձրևի կաթիլներն ավելի բարձր ջերմաստիճաններում են սառչում, կարկուտը սկսում է ձևավորվել ավելի փոքր բարձրությունների վրա։ Հենց այդ պատճառով է, որ նանոպլաստիկով աղտոտվածությունը հանգեցնում է նրան, որ կարկուտն ավելի հաճախ է տեղում, իսկ կարգտահատիկներն ավելի խոշոր են դառնում։